Բարև, մենք շարունակում ենք քննարկել Եվրամիություն Հայաստան գործընկերությանը վերաբերող նորությունները, որոնք հաճախ մեր հանրության մեջ բարդ են թվում, անհասկանալի են թվում, եւ իրականում շատ էինք մտածում մեր հաջորդ էպիզոդի թեմայի մասին ու կանգ առանք մի նորության վրա, որը առաջին հայացքից երբ մենք ինքներս կարդացինք, բավական այսպես անհասկանալի ու բարդ էր թվում, եւ թեման է մուտքի ելքի նոր համակարգը, որ Եվրոպական միությունը սկսում է ներդնել սահմանների վրա եւ կփորձենք հիմա Միլենայի Արփինեի հետ հասկանանք ում է վերաբերում այս համակարգը եւ ինչ է փոխվելու իրականում։ Երեխեք դուք որ առաջին անգամ կարդացիք, որոնք էին տպավորությունները թվում էր թե առանց այն էլ բարդ process-ը, սահմանային ստուգման բարդ process-ը ել ավելի է բարդանալու, որովհետեւ տպավորություններ, որ հիմա այս ծրագրով, այս նոր համակարգով իրենք ստուգելու են քո ճամփորդության բոլոր մանրամասները, այսինքն դու ստիպված պետք է տրամադրես քո բնակության վայրը այդ ընթացքում, քո հետադարձ տոմսը, ապահովագրությունը, մատնահետքեր հավելյալ տրամադրես, հավելյալ բիոմետրիկ տվյալներ տրամադրես, եւ երբ որ մենք նաեւ պատրաստվում ենք, այս էպիզոդին, փորձում ենք հասկանալ ինչ ակնկալել ու քանի որ դեռ մենք էլ չէինք օգտվել, դեռ մենք էլ չէինք ճամփորդել դեպի ԵՄ, այդ ընթացքում մեզ համար նույնպես մի տեսակ ոնց որ գաղտնիք լիներ, անհանգստություն լիներ, որովհետեւ մի բան որ այդ ժամանակ խոճապ էր տարածված մի բանի շուրջ դա ժամանակային խնդիրներ բոլորը խորհուրդ էին տալիս 2-3 ժամ շուտ գնալ օդանավակայան որովհետև ասում էին որ հերթերը անմարդկային են անհնար է այսպես այսինքն մեր սովորական 2 ժամը արդեն նույնիսկ խոսում էին որ անգամ հաշվի առեք որ որոշ փոքր օդանավակայաններում դա կարող է ձգվել մինչև 4 ժամ եւ ի վերջո դուք կարող եք բաց թողնել ձեր մյուս թռիչքը բայց Աստորեն ամեն ինչ այդքան էլ վատ չէր ոնց հասկացանք։ Հա, ու իրականում այս թեմայի շուրջ հա, որ ինձ հոկտեմբերից երևի անցած տարի սկսվեց արդեն խոսակցությունները, որ պետք է եվրոպական այդ 29 երկրներում Շենգենյան գոտում գտնվող սկսեն արդեն իրագործել Եվրոպայում մուտքի ելքի նոր հա ծրագիրը, համակարգը բայց իրական սկզբան նախատեսվել որ մինչև ապրիլ արդեն 26 թվականի բոլոր երկրներում կգործեր դա ու թվային տարբերակով կհաշվարկվեր, որովհետև իրական նպատակը որն էր, հա, այս ամեն ինչի, որ այդ 90 օրը տարեկան կտրվածքով 180 օր հաշվարկվեր, մուտքի ելքի չլինեին խախտումներ, կեղծ փաստաթղթերը բացառային վիզաների դեպքում եւ հետագայում, այսինքն ամեն ինչ լիներ թվային ու արդեն անձնակրերից վերանալու էին մեր բոլորի շատ սիրելի կնիկները, հա, դրոշմա կնիկները, հա, պետք է ասված։ Դրանք պետք է, այսինքն դեռ մի քանի երկրներ կային դեռ Շվեդիան էր կարծեմ որ ամբողջությամբ անցել էր թվային տարբերակին որովհետև այնտեղ կա իրենք ներկայացին նաև հավելված բջջային որի միջոցով պետք է անել բայց ինձ կարևոր է նշել որ նաև բիոմետրիկ հա այսինքն կենսաչափական անձնագրերն են հարկավոր որպեսզի ինքնուրույն կարողանան մուտք ելքը արվի բայց ճամփորդությունների ընթացքում ինչ մենք հա կանատես եղանք ինչ մի քիչ տարբեր էր հա իրականությունը ակնկալված էր հա այդ ամեն ինչը ուղղակի ոչ մի բան չէր փոխվել սահմանային անցակետերում բայց փոխվեց մեզ մոտ մենք ունենք էլեկտրականություն բայց չենք ընկճվում եւ շարունակում ենք սա մեզ համար խոչընդոտ չի այո որովհետեւ թեման կարևոր է ու մենք շարունակում ենք խոսել Չէր փոխվել համարյա հերթերը գրեթե ոչինչ չէր փոխվել ես օրինակ Իտալիայից վերադառնալիս եմ ականատեսել իրականում մի քանի սարքեր էին ավելացել մարդկային գործոնը դեռ կա այսինքն այն մարդիկ որ ապակուց այն կողմ նստում են ստուգում են քո թղթերը այդ ամեն ինչը դեռ կա ուղղակի նոր սարքեր էին տեղադրել որին դու ուղղակի նայում էիր եւ ինքը քեզ լուսանկարում էր ու կեսաչափական լուսանկարները արվում են տեղում այսինքն եթե մենք կարդալով սպասում էինք այնպես էր ներկայացված ինֆորմացիան, որ դա միայն առաջին մուտքի դեպքում է լինելու, իսկ սկզբանե այսպես էր ներկայացվում էր, որ պետքա սահմանակետերում տեղադրվեն հատուկ սարքեր, այնտեղ մեր ծանոթ, հա, այդ սահմանապահները չեն լինելու, մենք մոտենալու ենք, ինչպես դա անում են հենց Եվրամիության քաղաքացի հանդիսացող անձիկ, մոտենալու ենք, մոտեցնելու ենք մեր անձնագիրը, մենք մեր ձեռքով լրացնելու
վերցնելու ենք տվյալները, համակարգը այդ սարքը մեզնից վերցնելու է բոլոր տվյալները, թե մատնահետքեր, թե բիոմետրիկ կենսաչափական մեր տվյալները, եւ դրանից հետո մենք կարողանալու ենք հատել սահմանը։ Սահմանապահները նշվում էր, որ դեռ շարունակելու են այդտեղ գտնվել հատուկ առանձնահատուկ դեպքերի համար, այսինքն եթե համակարգը այդ բան չաշխատեր կամ եթե համակարգը այդ բան խնդիր տեսներ ձեր ամբողջ այդ ճանապարհորդության հետ կապված, սահմանապահը կարող էր գալ, խառնվել եւ ամեն ինչ անել ձեռքով, հա, այնպես ինչպես մենք սովորենք։ Ու մեզ թվում էր, թե շատ արագ, քանի որ Եվրոպայում ամեն ինչ շատ արագ բարեփոխումները արագ են ընթանում, մեզ թվում էր, թե եթե այդ համակարգը ներդրվել է հոկտեմբերից, ապա արդեն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մենք կտեսնենք այդ փոփոխությունները։ Ես էլ եմ, մենք էլ առաջին անգամ Իտալիա ենք, չէ՞, գնացել ոնց որ իրար հետ։ Ու այնտեղ նույնպես մենք սպասում ենք հիմա կտեսնենք ինչ-որ նորարարական տեխնոլոգիաներ, բայց տեսանք նույն անցակետերը, նույն սահմանապահները եւ նույն process-ները, ավելացել էր մի հատ մեծ տեսախցիկ, որը ուղղակի լուսադակով էր։ Ու կենսաչափական տվյալներն մատնահետքերը միշտ տեղել է, իրանք կարող էին խնդրել նորից անել, հա։ Շատ հազվադեպ էր, որ խնդրում էին, այս դեպքում հնարավոր առաջին մուտքի դեպքում կամ մուտքից ուղղակի խնդրեն նորից հավաքագրեն տվյալները։ Մի քիչ հերթերը շատացել էին, մի քիչ ավելի երկար է սպասում, բայց շատ քիչ դա հաստատ ոչ 2 ժամ, 3 ժամ Կայական փոփոխություն չկար։ Նախազգուշացնում են, որ հաշվարկեք ժամանակը, որպեսզի չուշանաք թռիչքներից, եթե ունեք հետևող թռիչք։ Այո, թռիչքից առաջ սովորաբար ստանում եք ծանուցում, որ ժամանեք մի փոքր շուտ, որովհետև ներդրվել նոր համակարգ։ Այո, ավիաընկերությունները շատ հետևողական էին այս հարցում, ցանկացած թռիչքից առաջ, ցանկացած պարագայում ես մի քանի ավիաընկերությունից եմ օգտվել, ու կապ չուներ թռիչքը Եվրամիությունից էր Հայաստան, թե Հայաստանից Եվրամիություն, ծանոթությունը միշտ գալիս էր անգլերենով, երևի ձեզ էլ նման ծանոթում եկած կլինի, entry exit սիստեմի մասին է EES, եթե դա տեսնեք, խոճապի չմատնվեք, սա հենց այս համակարգի մասին է։ Ինչպես մեր փորձից կարող ենք նաև ձեզ հուշել, շատ մեծ տարբերություններ հաստատ չեք տեսնելու եւ խոճապի կարիք միանշանակ չկա։ Ուղղակի այս դեպքում որ տվյալները արդեն հավաքագրվում են նաև ձեր օրերը, եթե առաջ մի քիչ դժվար կլիներ նրա օրերի քանակը, հա, երևի ձեզ մոտ հարց է ծագել 90 օրը լրացել է թե ոչ, այս սիստեմի, հա, ծրագրի նպատակն է, որ ինքը արդեն ավտոմատ կերպով կհաշվարկվի, եթե ամեն ինչ կարգի լինի ձեր փաստաթղթերի հետ, բայց մի օր մերժվի մուտքը, դա կարող է լինել պատճառներից մեկը, որ 90 օրերը լրացել են 6 ամսվա կտրվածքով, դա է հնարավոր, բայց դեռևս որպեսզի կարողանանք օգտվել այն համակարգից, երբ որ ինքնուրույն ես անում այնտեղ տեղադրված սարքերի միջոցով, դրա համար կենսաչափական անձնագրերը պարտադիր են, այսինքն պետք է ունենալ կենսաչափական անձնագրեր, որի միջոցով այդ չիպերով կարդվում այս ինֆորմացիան կարող է կարդալ այդ սարքերը, հա։ Այո։ Իրականում ինչքան էլ հասկանում ենք, որ այս համակարգի նպատակն է ամրապնդել Շենգենյան գոտու արտաքին սահմանները, բարձրացնել անվտանգությունը, պարզեցնել գործընթացները, ես օրինակ կկարոտեմ սովորական կնիքներ են, որ անձնագրում այսպես հաշվում ես, թերթեր։ Հա, իրականում, բայց կարծում եմ դրական եւ բացասական դրական ևս։ Այո, դեռ կնիքները կան, պետք չի անհանգստանալ, դեռ քանի կարող եք հավաքագրեք, ունեցեք շատ երկրներ շատ հետաքրքիր կնիքներ ունեն։ Լավ կողմերից եկեք փորձենք ինչ որ մի կերպ գտնել դրականը, որ դրական կողմեր շատ կան, որտեղ շատ հաճախ բախվում ենք այդ խնդրին, վիզաների համար են անհրաժեշտ քանակ կայջերի պետք է ազատ լինի ու շատ դեպքերում երբ որ վիզա ենք ունենում մի անձնագրի մեջ, հետո տեղերից զբաղված են եւ պետք է ձեռք բերել նոր անձնագիր, մեզ հետ միշտ ունենում ենք հին անձնագրերը։ Իմիջիալից այստեղ մի կարևոր տեղեկատվություն, որով կարող ենք կիսվել, հնարավոր շատեր տեղյակ չեն, որ նման հնարավորություն կա, եթե դուք ունեք գործող անձնագիր կամ գործող վիզա ու էջերի քանակը սպառվել են, հա, կնիքների պատճառով, դուք կարող եք դիմել դեսպանատուն, որը ձեզ տրամադրել է վիզան, ու նրանք այդ սթիքերը, հա, վիզայի հատվածի այդ կպչուն մասը կարող են ձեր նոր անձնագրում վերաթողարկել նոր անձնագրում, կարիք չի լինի անձնագիրը հին, ձեզ հետ ամենտեղ տանել, երկու անձնագիր ունենալ, երկու մտահոգություն չկորցնելու, երկու անձնագիր տեղից արդեն ստրեսային է, չէ՞։ Անձնագիրից մոտս է, թե ոչ։ Okay, շատ լավ։ Դեռ ժամանակ կա, ոնց հասկացանք 100%-անոց դեռ ամբողջությամբ համակարգը ներդրված չի սահմաններին, բայց լինել զգոն, լինել տեղեկացված կարծում եմ կարևոր է։
Եթե էլի փորձենք ամփոփենք, որովհետև չմոռանանք, որ բոլոր թեմաները միշտ ավելի բարդ են ու երկար կարող ենք խոսել, ամփոփելով պետք է ասենք, որ համակարգը վերաբերում է ոչ ԵՄ քաղաքացիներին, այսինքն մեզ, հայերիս, այդ թվում նաև ինչ է փոխվում, փոխվում է այն, որ սահմանային անցակետերում, ուրեմն կգործի այս համակարգը, փոխարինելով ներկայիս անձնագրում դրոշ մակնիկներ դնելու գործելակերպը, այսինքն այդ նույն կնիքներ, պեչատ ասվածը, որը ենթադրվում է, որ շուտով ամբողջովին փոխարինվելու է թվայնացված տարբերակով, եւ կարծում եմ ինչպես պատրաստվել, եթե այս հարցի փորձենք պատասխանել, պետք է պատրաստ լինել կենսաչափական տվյալները տրամադրելուն, հա, այսինքն եւ իհարկե մի փոքր ավելի երկար տևող գործընթացին, որը հնարավոր է RRSV Շենգենյան գոտի մուտք գործելիս։ Այսքանը կարծում եմ, որ որևէ բարդ բան չկա, ուղղակի պետք է կարդալ, հասկանալ, վերլուծել։ Իսկ եթե դուք ունեք հավելյալ հարցեր եւ այլ թեմաներ, որոնց մասին կուզեք, որ մենք քննարկենք եւ փորձենք ձեզ հետ միասին ավելի լավ հասկանալ, թե ինչի մասին են փոփոխությունները կամ նորությունները, կարող եք կրկին մեկնաբանություններում թողնել դրանք եւ մենք կփորձենք հաջորդ էպիզոդներում անպայման անդրադառնալ դրան։ Bye. Առայժմ Կհանդիպենք